բան ասեցի անգամ։ Դու շատ վատ վիճակում ես։ Հետո ինչ։ Դե հետո այն Հենրի, որ ես տեսնում եմ, որ դու շատ վատ վիճակում ես, ուզում եմ քեզ օգնեմ, անհանգստանում եմ։ Դու հիմա մենակ մի տարբերակ ունես ինձ օգնելու։ Գալ իմ հետ։ Բայց ուր գամ։ Անգել ինչ կարևոր է ուր։ Կարևորը միասին կլինենք։ Ուզում եմ հեռու գնանք բոլորից։ Հասկանում ես, մենք չենք կարող ուղղակի վերցնենք ու անհետանանք։ Ինչի անգել։ Ո՞վ է մեր ձեռը բռնել, կարաս ինձ ասես, ով։ Ինչ ես դու բոլորի մասին միշտ մտածում, բացի ինձնից ու քեզնից, երբ ամենավատ վիճակում ես ու դու ենք։ Բոլորը ապրում են նենց ոնց իրանց հարմար։ Իսկ ես ու դու շարժվում ենք բոլորի կարծիքներով։ Հերի, ինչի ես սենց կոտրված։ Անգել արի։ Ես հիմա մենակ քո մեջ եմ իմ փրկությունը տենում։ Խնդրում եմ քեզ, էլի խոսա, պատմի, իմ հետ կիսվի, կարող է ես քեզ կարողանամ օգնեմ։ Արի գնանք, խնդրում եմ քեզ։ Հերի, կգնանք, ես կգամ։ Բայց ոչ հիմա, հա։ Արի չմոռանանք, որ մերոնք, Բեդին։ Դրա անունը մոտս չտաս։ Հերի, չգիտեմ ինչ ասեմ, սենց ճիշտ չի։ Դու հասկանում ես, որ մենակ ես ու դու ենք ճշտով շարժվում։ Ոչ մեկ չի նայում, ճիշտ են անում, սխալ են անում։ Անգել արի գնանք։ Հերի, արի սենց անենք, ես հիմա կգնամ մեր տուն, դու էլ գնա տուն։ Կգնաս էմոցիաներից դուրս կգաս, կհանգստանաս, կորոշես խոսել, միասին կխոսենք, կհասկանանք ինչ ա եղել, հնարավոր է ես քեզ օգնեմ, հա։ Լավ, պարզ է։ Չես գալիս իմ հետ։ Արի նստի ավտոն, ես քեզ կտանեմ։ Ես կգնամ, Հերի։ Մի հակառակվի ու նստի ավտոն։ Միքայել, կարող է ամեն դեպքում խոսած հանգստանաս։ Հանգստանամ, եթե հանգիստ թողնես։ Դե ուզում եմ, բայց չեմ կարողանում, տեսքդ անհանգստացնող է։ Միգուցե բժիշկ կանչենք։ Բժիշկ չէ, բժիշկների մի ամբողջ բրիգադ, որովհետև ինձ թվում է մենք ընտանյոք հանդերձ դրա կարիքը ունենք։ Աղջի ջան, բանա պատահել։ Ուզում եմ իմանամ ինչ ա ձեր ուզածը, ինչ եք ուզում ինձնից։ Մենք քեզնից։ Հիմա ամուսվեցի, որ մի հատ բրիգադա պետք է։ Բալես, մենք քեզանից պահանջում ենք, որ ինտրիգներ չստեղծես, պահպանես այս տանը անդորը ու խաղաղությունը։ Ավել բան չենք ուզում քեզանից։ Իսկ իմ հոգու անդորը ով պետք է պահպանի։ Ես նորից աղմուկ աղաղակ չեմ ուզում, հա։ Ես չեմ աղմկում։ Ինձ էլ հասկացեք, ես էլ եմ ուզում ապրել։ Հենրին չի թողում, անդամալույց է ինձ սարքել ու ոչ մի բան հաշվի չի առնում։ Աղջիկ ջան, Ու եթե պետք է սենց լիներ, ինչի չթողեցիք պապաս ինձ տանի։ Դե մտածեցինք Հենրի հետ լեզու կգտնեք։ Ես Հենրիի կյանքում չկամ։ Մինչդեռ դուք պապայից խոստացաք, որ ամեն ինչ լավ կլինի ու ընդունում եք ինձ որպես ձեր աղջիկ։ Այ բալա, ինձ պետք չի հիշացնել, թե ես ինչ խոստումներ եմ տվել։ Ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ։ Ուզում եք երջանիկ լինել։ Ուզում եք երեխա։ Կունենաք երեխա։ Գնացեք որդեգրեք։ Ու դες համար երջանիկ ապրեք։ Գոհ ես։ Ես գոհ կլինեմ այն ժամանակ, երբ որ Հենրին հիշի իմ գոյության մասին։ Այ բալա, դե այդ ուղղությամբ դու պետք է աշխատես։ Չէ, ես ու Միքայելը քեզ չենք կարող օգնենք։
Չէ, իրոք քեզ թվում է երեխային որդեգրելու ու երջանիկ ապրելու, այն։ Ավելի լավ տարբերակ ունեիր, առաջարկեիր։ Մշակման փուլում են։ Ինչերն է մշակման փուլում։ Տարբերակները։ Այդ էր Աստվածն ես կուզենա իմանա ինչ է կատարվում կա գլխում։ Ինչ որդեր են շարժվում։ Բայց չես իմանա։ Ոչ ոք չի իմանա։ Աննա Բագրատովնա ձեզ վատ եք զգում։ Չէ, լավ եմ։ Լավ եմ։ Հերի աղաչում եմ քեզ խոսա։ Ես չեմ պատկերացնում ուղղակի ինչը կարա քեզ այս վիճակի հասցնի։ Անգել հարցեր մի տուր, լավ, մի տանջի ինձ։ Ես եմ մեղավոր, որ դու այս վիճակում ես։ Քո միակ մեղքը այն է, որ դու իմ կողքը չես։ Էդ է քո մեղքը։ Բայց հիմա էլ կողքդ եմ, չէ՞։ Ուղղակի չես խոսում հետս, քեզ օտարի պես ես պահում։ Ուզում եմ, բայց այդքան ուժ չունեմ։ Ուզում եմ հասկանամ ինչը կարար քեզ ստիպեր, որ դու այս վիճակի հասներ, սենց կոտրվեիր։ Հիասթափություն անգել։ Առաջին անգամ եմ ինչ-որ մեկի հանդեպ սենց հիասթափություն զգում։ Ով է այդ մեկը։
Հենրի ուրիշ ճանապարհով ենք գնում։ Այս մեր տան ճանապարհը չի։ Հա։ Ասում եմ, այս ճանապարհով մեր տուն չեն գնում։ Հա, անգել, մտքերի մեջ է անգել կներես, բայց մի մտածի, ես իմ խոստմանը տերեմ, քեզ տուն եմ տանում։ Հենրի մի հատ սթափվի, հա, ու պատմի, ինչը քեզ հանգիստ չի տալիս։ Անգել պանիկայի մեջ մի ենք, ես այդ ճանապարհը կփոխեմ։ Չես հավատա, բայց այս ճանապարհը բացարձակ չի հուզում։ Ինձ քո հոգեվիճակն է հուզում։ Կուրացել եմ անգել, չեմ տենում ուր եմ գնում։ Երանի իսկականից կուրացած լինեի, որ չտեսնեի։ Ինչո՞ չտեսնեիր։ Իմ սիրտը տակն ու վրա է լինում, երբ որ ես քեզ սենց եմ տեսնում։ Կներես անգել, չեմ ուզում տրամադրությունդ փչացնեմ։ Իմ տրամադրությունը շատ ուղիղ կապված է քո հետ։ Ու երբ որ դու ես վիճակում ես, ես չեմ կարա նորմալ լինեմ, Հենրի։ Ուղղակի միշտ կողքս եղի։ Երբեք ձեռքս բաց չթողնես։ Շախունց կարող է մի բաժակ թեյ խմես։ Չէ, լավ է։ Դասի առաջարկ եմ մարդ ես էլի, նստածը տեղը սառը կպել ես աթորին կարող է օգնի։ Ուղղակի մեջս այնքան տաքա, որ մտածում եմ հանկարծ շուրջս չվարվի։ Եվ այստեղ շուտ ասի այդ ցավը տանեմ։ Ինչ տաբուկության բանը հետել այնին կասեին կգար հերթապայություն կանեին։ Պապ կարաս ինձ հանգիստ թողնես։ Դաջն դու քո որդուն որ ես վիճակով տեսնեիր, հանգիստ կթողեիր։ Կներես ես վիճակիս համար։ Ու ինչն է պատճառը, որ ես վիճակում ես։ Գնացել էիր դրա մոտ։ Իմ տուն։ Անունը չեմ ուզում տամ։ Գիտեմ, որ ընդեղ ես եղել, ես էլ եմ ընդեղից գալիս։ Պապ, ես չգիտեմ ու չեմ էլ ուզում խորանամ քո հարցերի մեջ։ Բայց խորանալ պետք է, Հենրի։ Չենք կարող անընդհատ ջայլամի պես գլուխներս հողի մեջ թաղենք։ Խոսա, ինչ ես տեսել։ Պապ, ինչ խոսամ։ Ինչ ես տեսել Աննա Բագրատովնայի տանը։ Խոսա, Հենրի, ես գիտեմ, որ սոսը ընդ է եղել։ Ինչ ես տեսել։ Մենակ ետ ես տեսել։ Թե ինչ որ ուրիշ բան ես տեսել։ Քանի որ կարող ես այդ դիրքով նստել։ Խոսա տեսնեմ ինչ կա։ Մտածում եմ։ Լավ է։ Ունակությունը չես կորցրել։ Հայրդ եմ ասա միասին մտածենք։ Մտածի։ Ասա վերջը բարին լինի։ Հա,
Հենց հետո որ վերջը բառին չի լինելու։ Ես ինչ կատարվեց իմ հետ։ Վիրահատության ժամանակ ուշագնաց եղաք։ Աստված իմ։ Ինչ եք անում, Աննա Բագրատովնա։ Պետք է գնամ վիրահատությունը շարունակեմ։ Ոնց կարող էի սենց բան թույլ տալ։ Դուք պատասխանատու չեք կատարվածի համար, նման բան յուրաքանչյուրս հետ կարող էր պատահել։ Ձեզ մոտ ճնշման անկում է եղել միանգամից։ Թեկուզ մեռնելով էլ լիներ, պիտի վիրահատությունը ավարտին հասցնեի։ Անհոգ եղեք, Սոնա Ռոբերտովնա շարունակեց վիրահատությունը ու արդեն ավարտին է հասցնում։ Սա ներելի է իմ կողմից։ Իմ պրակտիկայում երբեք սենց բան չի եղել։ Հիվանդը իմ համար միշտ առաջին տեղում է եղել, միշտ։ Բարև ջանամ։ Բարի օր։ Ոնց եք։ Լավ ենք։ Պանինոից համով տորտիկ եմ բերել, որպեսզի իրար հետ սրճենք։ Ապրեք։ Կոֆե ունեք, չէ։ Հայ իհարկե ունենք։ Նա եթե չունեք, հետս էլ եմ բերել։ Դե լավ, ինչ է շվարած կանգնել թռի։ Թռի մի հատ կոֆե դիր ինձ, գամ իրար հետ փսփսանք մի դեսից տենից մի երկու բան խոսանք։ Դավայ։ Թռի։ Ասում ես ուր են օրվա հերոսները։ Տանը չեն։ Բա ուր են գնացել տղամարդիկ։ Իրականում պապան շատ խառն է, դե Արամնը փորձում է ամեն կերպ օգնել։ Տենց է Մերի ջան, տենց է, որ տղամարդու կյանքում կին չի լինում, տղամարդը տվայտվում է, խառնվում է իրար։ Այդ տեսակ բան է կյանքը։ Իրականում պապան երեկվանից է վատ։ Ինչի՞։ Երեքին չի եղել։ Ամջան, ինչ է եղել։ Խնդրեմ, հոր ազդեցությունը վրան երևում է։ Հենց նոր ես մտել, փոխանակ մի հատ համբուր ես մորդ, մի հատ գրկես, մի անգամից ասում ես ինչ ա եղել։ Ապրես։ Դե հիմա ասեք հլը տեսնենք մեր պապային ինչ ա եղել։ Ոչ մի բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Հա? Լավ, Մերի ջան մի հատ սուրճ էլ տղայից դիր, հա? Մի հատ թող թարմանա, հիշողությունը տեղը գա։ Մի հատ հասկանա, որ մաման իրա թշնամին չի, որ մամայից պետք չի գաղտնիքներ ունենալ, թե չէ կանգնել եք աղունիկների պես աչքով ունքով իրար հետ խաղեր եք տալիս։ Ձեզ էլ թվում է ես կարճատես եմ, հա? Ահա։ Ոնց եւ խոստացել էի, քեզ տուն բերեցի, հանկարծ չասես էլի խափում էի։ Ինչ եղավ անգել։ Անհանգստանում եմ քո համար, Հենրի։ Հեսա գնալու եմ տուն ու մտքերի մեջ ընկնամ, թե ինչ ա եղել քո հետ։ Ոչ մի բան չասեցիր։ Դու իրոք նեղվում ես իմ վիճակից։ Չի երևում։ Ինչ լավ է, որ կաս անգել։ Դու իմ հանգստությունն ես։ Ինչ լավ է, որ կաս անգել։ Եթե դու չլինեիր, չգիտեմ ոնց էի դիմանալու ես ամեն ինչին։ Ես չլինեիր, ոչ ոքի չէի խնայի։ Ինչ է նշանակում ոչ ոքի չէի խնայի, Հենրի։ Դու իմ ուրախությունն ես։ Ինչքան էլ վատ լինեմ, գիտեմ, քեզ կգրկեմ ու ամեն ինչ տեղը կընկնի։ Այդքանով հանդերձ չես անկեղծանում հետս։
Քանի մտքերս ցրվել են կարաս էլ հարցեր չտաս։ Թող վայել եմ էլի ներկայությունդ։ Ոնց անկեղծանամ։ Ինչ ասեմ, բայց չիմացար անգել։ Պապատ ու մամատ իմ թշնամիներն են։ Իրանք են ինձ սենց գիշ սարքել։ Ես երևի գնամ Մերի։ Մերոնք մեզ միասին չտեսնեն նորից աղմուկ բարձրացնեն։ Հա, անգել գնա։ Բայց մինչև գնալդ քեզ բան ունեմ տալու։ Մի վարքյան սպասի։ Չեմ էլ հիշում երբանից ամոտս։ Պատվիրել էի, որ քեզ նվիրեի, հետո կռվեցինք մնաց ավտոյի մեջ։ Հենրի, ես չեմ կարա ես ընդունեմ։ Ինչի ով է ձեռքդ բռնել։ Շնորհակալ եմ։ Շատ սիրուն է։ Պիտի բացեմ սրտիկը։ Հա, բայց տանը կբացես։ Մեջը անակնկալ կա։ Կբացես կտեսնես։ Չես պատկերացնի ինչ դժվար է քեզ թողնելու գնալը։ Իմ համար էլ։ Ողջույն Միքայել։ Ինչի ես զանգել։ Իսկ կարող է խաղի հունը փոխվել է, ես տեղյակ չեմ։ Որ խաղի է դες։ Ինձ ու քեզ կապող խաղի մասին է խոսքը։ Ես խաղից դուրս եմ եկել։ Անոնց որ կարաս էլ չզանգես։ Միքայել Շախունց, չէ քեզ հետ կատարվում, ես քեզնից չէի սպասում։ Երեխու տանտարբերության ես մատնել։ Ինչ ես խոսում։ Երեխու թողել ես Բագրատ Լալայանի հույսին։ Բագրատի հացին է մնացել, ինչքանով է ճիշտ։ Բայց իմ երեխան իր մոր հետ է։ Վստահ ես։ Ոնց վստահ ես։ Աստված, ոնց կարելի է այսքան ինքնասիրահարված լինել։ Ցինիկ։ Գիտես հիմա ինչ եմ անում։ Ենթադրում եմ։ Նվերով ես հիանում։ Զարմացած եմ։ Իսկ ես սպասում էի, որ կասես հիացած եմ։ Համ զարմացած եմ, համ հիացած։ Պարզվում է շատ բան է փոխվել ու առաջվա ինքնասիրահարված Հենրիից։ Ոչ մի բան չի մնացել։ Հիմա մենակ մի մարդու եմ սիրահարված։ Ասեմ, թե հասկացար։ Հասկացա։ Իմ նկարի առկայությունը ստիպեց, որ հասկանամ, թե չի առաջ մենակ քո նկարն էր։ Իմ նկարը իր նպատակին ծառայեց, այնքան նայեցիր, սիրահարվեցիր։ Դրա համար հանգիստ արդեն քո նկարն էլ ավելացրի։ Ամեն ինչ հերթով կարգով։ Շատ սիրուն է Հենրի։ Հանկարծ չկորցնես անգել, նախորդի բախտին չարժանացնես։ Կախված է քեզնից, եթե չբարկացնես, չեմ կորցնի։ Հազիվ տրամադրությունս բարձրացել է, մի փչացրու։ Ինչ արեցիր սոս։ Ես շախուսների հետ ինչ եմ պայմանավորում, դու ինչ ես անում։ Հենց վատը հետա, որ դու չպիտի պայմանավորվեիր, Զավենիչ։ Իմ անունից չպիտի պայմանավորվեիր։ Բայց տարօրինակ է շախուսների լռությունը, չես կարծում։ Ինչ չի վախեցնում շախունցների լռությունը։
Վախենալ պետք չի, բայց իմ կարծիքով պետք է զգուշանալ։ Ինձ մենակ մի բան է հետաքրքիր։ Որտեղից ես դու իմացել, որ ես չկամ, որ շախունցներն ինձ տարել են։ Արսիդ մի աղջիկ է զանգել, եթե չեմ սխալվում, Անգելին է։ Հենց այդ աղջիկա հետ էլ իմ խոսակցությունը կիսատ մնաց, որը պետք է շարունակվի։ Ես ինչ եմ ասում, դու ինչ ես պատասխանում։ Ջոն, անետ ես երեխան ինչքան է ուտում։ Ինձ ա քաշել, այ մարդ, լրիվ ինձ ա քաշել, հա։ Չհասկաց հայ տղա, երեխա ուտելու վրա նման բաներ կխոսեն։ Ոնց չխոսամ, իբր մենք շատ ունենք, որ ես երեխուն բերել ես։ Իսեր աստծո լրի, հա, չեմ ուզում քեզ լսեմ։ Ոչ էլ ուզում եմ հավատամ, որ հիմա դու նման բաներ ես խոսում։ Ասել եմ ու կասեմ, մարդիկ աշխատելով չեն հարստանում։ Հետաքրքիրա ոնց են հարստանում։ Հավաքելով, չծախսելով, ոնց որ անում են շախունցները։ Ես երեխուն էլ բերել են մեզ մոտ, որովհետև շատ ա ուտում, ուղարկել են մեզ մոտ։ Իրանց տան բյուջեն ճեղքված կա ունեցել։ Չէ։ Թու։ Լրի, հա, լրի ու ներվերս մի քայքայի։ Այս երեխուն մենք ենք բերել։ Մենք չէ, հենց դու։ Հա, ես եմ բերել, որովհետև Աննաս ինձ խնդրեց։ Խնդրելու զուգահեռ մի բան դներ գրպանդ, թե բարեգործական միություն ենք մենք։ Չէ, դու ոչ ամոթ ունես, ոչ ամուր։ Շանը, որ կապում են շան կողքին, կամ հաչալ է սովորում, կամ կծել։ Ասածս ինը, շախունցից ինչ պիտի սովորեի։ Ուր ա երեխես։ Ուր ա երեխես։ Սեզող ա թողել, որ իմ երեխուն վերցնեք բերեք ձեր մոտ։ Հա։ Պապուտոր ջան ենք ասում, ջան ենք լսում։ Կամ դու ինչի վատացար։ Կամ ես ինչ վիճակով ես մտնում իմ տուն։ Թևերդ կջարդեմ մյուս անգամ երեխուս կպար։ Իսկ ինչ անշնորհակալ մարդիկ են, տեսար դու։ Միքայել ջան, երեխուն ես եմ բերել, որ Աննաս կարողանա աշխատի։ Թքած ունեմ Աննայի աշխատանքի վրա։ Առաջին տեղում պիտի իմ երեխան լինի, եթե չի կարող համատեղի, թող դուրս գա։ Էս ինչ մեծ ախորժակում ես դու։ Կամ էլ թող ամուսնանա, իր կյանքը նորից սկսի։ Ես իմ երեխուն կպահեմ։ Երեխուն բերել չենք բերել, կերակրում ենք։ Սա էլ քո շնորհակալությունը։ Ես քեզ շնորհակալություն պատվես։ Ինչ կա լավ ես։ Լավ։ Շնորհակալ եմ, գոնե ձևական, բայց հետաքրքրվում ես։ Դու ինձնից ավելի կյանքով լի ես, իսկ ես մահարած եմ, ոնց որ ինձ հանգիստ թող։ Հենրի, ինձ քո անձնագիրն է պետք։ Չհասկացա անձնագիրս ինչ ես անում։ Ինչ կար չհասկանալու։ Թղթերն եմ հավաքում Ջոնին որդեգրելու համար։ Իսկ դու ինձ հարցրել ես, որ թուղթ ես հավաքում։ Այսինքն, ինչ ես զարմանում։ Արի չմոռանամ հիշացնել, որ գաղափարը քոնն է, Հենրի։ Հա, գաղափարը իմն էր, բայց հիմա երեխա որդեգրելու պահը չի։ Այսինքն այն ժամանակ որդեգրելու պահն էր, հիմա էլ որդեգրելու պահը չի։ Ոնց հասկանամ քեզ։ Շատ ուղիղ։ Ժամանակը չի երեխա որդեգրելու։ Սպասի։ Որովհետև հույսեր ունես, որ երեխա չորդեգրելու դեպքում կազատվես ինձնից, բայց հենց որդեգրեն գերի ես մնալու։ Սուս մնա։ Բա իհարկե, հազիվ հնարավորություն է անձեռնվել Անգելինայիդ կողքին մնալու։ Հիմա շատ շուտ ուզում ես ազատվես ինձնից։ Հիմա ուշադիր ինձ լսի։
Եթե ես ուզեմ լինեմ Անգելինայի հետ, կլինեմ։ Ու քո ոչ Միքայել ինձ չի կանգնացնի։ Նենց որ սուս մնա բեցի։ Չամաչեց, տեսար իրան ոնց պայեց։ Ինքը չէ, դու պիտի ամաչես։ Լավ, դու գետինը չմտար, որ փողերը հանեց գցես դիմացատ։ Նվաստը ինքն է, որ այսքանով է իր երախուն գնահատում։ Ձենդ կտրի, ես հիմա ինչ եմ անելու, ինչ պատասխան եմ Աննային տալու։ Անան թող գնա, իր գիժ մարդուն պահանջներ ներկայացնի։ Ես չհասկացա, Միքայելը ոնց է իմացել, որ երեխեն ստեղ է։ Ոնց պիտի իմացած լինի, Աննա տա ասել։ Ինչ-որ բան եմ բաց թողել։ Դու ես եղել։ Հաստատ դու ես եղել։ Ինչ է պատահել իմ խելացի հորքուրին։ Այդ դու ես չէ Միքայելին հասցրել, որ երեխեն մեզ մոտ է։ Լավ է, ես էլ կամ։ Չինաստանում մարդիկ շատանում են, ես եմ մեղավոր։ Ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվում, ով է մեղավոր։ Ես եմ մեղավոր։ Մնում է երեխուս նվաստացներ այդ շախունցների պատճառով։ Հենրին եկավ, թե չէ։ Արա էսում բալեն եկավ, էսում բալեն ա եկել։ Դավորս պապի մոտ հյուր ա եկել, հա աղբեր։ Վայ մերրեմ ես քո ջանի։ Հյուր չեկել է, որ մնա պապ։ Հա, բա մաման ուրա։ Ինչ մամա, դու ստեղ մամա ես տենում։ Բա առանց մորան նավն։ Մենք պայելի պապ, մեջ կպագի։ Դավուլ ոնց էի քեզ կարոտել։ Մի րոպե։ Պաստորեն երեխեն մնալու է մեր մոտ, առանց մոր։ Հա պապ, մնալու է մեր մոտ։ Ու սրանից հետո այդ մասին չեմ ուզում որևէ խոսակցություն ունենամ։ Մոր առաջ ով որ դուրը բացեց, իմ հետ հարց ունենալու։ Հարցեր կան իմ հետ։ Ինձ թվում է մենք իրար հասկացանք։ Հասկացանք։ Ուժիբելա պապան։ Աննա բալես։ Բարի օր։ Չի իր ասել, որ գալու ես։ Ինչ հաճելի է, ընտանյոք հանդերձ հավաքվեցինք։ Ինչպես հին ու բարի ժամանակներում։ Ես չեմ եկել հին ու բարի օրերը հիշելու, եկել եմ երեխուս վերցնեմ ու գնամ։ Ուշացել ես։ Բագրատ, երեխուն պապան տարել է արդեն։ Հորքուր ինչ են խոսում։ Միքայելը անսպասելի եկավ ու երեխուն տարավ։ Մենք ոչինչ չկարողացանք անել։ Ես հիանում եմ Միքայելով, հրաշալի հայրը։ Հիանում ես, հիմա էլ Միքայելի հետ ամուսնացի։ Մի հատ քեզ կարգի հրավիրի։ Ես քեզ վստահեցի, հորքուր, իսկ դու ես ինչ արեցիր։ Կներես բալես։ Ես քեզ էլի մի անգամ վստահեցի, քեզ հարազատի տեղ ընդունեցի ու պատմեցի սոսի մասին, իսկ դու ես ինչ արեցիր։ Մի րոպե, սոսը ստեղ ինչ կապ ունի։ Շատ ուղիղ։ Քո սոսի պատճառով հիմա Միքայելը ինձ կարող է մայրական իրավունքներից զրկի։ Լռի Աննա։ Չէ, թող շարունակի։ Սպասիր բալես։ Քո ամուսինը եկել էր իմ տուն։ Իմ կամքին հակառակ ինձ համբուրեց, այդ պահին տղաս հայտնվեց ու տեսավ։ Դուք հերթական անգամ ինձ խայտարակ արեցիք։ Ես ոչինչ չի ասել։ Ես բոլորիդ կվառեմ, երդվում եմ։ Ես ինչ հայտարարություն է։ Ամոթ, հաստար ամոթ։ Դե ինչ ասեմ, հորքուր։ Հիմա արդեն բոլորը գիտեն, բայց այս պահին ինձ չի հետաքրքրում։ Ես մենակ մտածում եմ իմ երեխուն վերադարձնելու մասին։
Բարի երեկո։ Բարի երեկո։ Կներեք, որ ուշ ժամի անհանգստացնում եմ ձեզ։ Կարելի է ներս գալ։ Խնդիր չկա, ներս եկեք։ Համեցեք։ Խնդրեմ։ Նստեք։ Շնորհակալ եմ։ Եկել եմ իմանամ ոնց եք։ Լավ եմ։ Բայց մեզ ինչ է եղել։ Անգելինան ասում էր լավ չեք, ինձ մի հարց է տանջում, դրա համար էլ այսօր էստեղ եմ։ Մենք անցած օրը որ հանդիպեցինք, ինչի մասին ենք խոսել, որ դուք ձեզ վատ եք զգացել։ Հա, ինձ էլ էր այս թեման շատ անհանգստացնում։ Դրա համար էլ գնացել էի Տիկին Ռետայից տուն։